նկարահանման այս լեգություններ։ Հա, կներեք, լավ։ Սկսենք։ Հա, բայց հայտի ինչ է անում, եթե պրոստը նկարահանում։ Ես չգիտեմ խի աստեղ նստած։ Արա դե սպանենք, մի հատ նստում են բասկաթորեն ուղարկում են գործ անելու։ Սոնա ռեկերը սախ ռեկ տա ստոպ կտաս հետո հավաքես կետաս։ Չէ, երեխեք, ես այս պայմաններով չեմ կարա, այս սա հաղորդում չի, նկարանում չի, չգիտեմ, ֆարս է, միլնե օպերա է, ինչ է։ Հատ լիցքա թափվի քեզ բան եմ ասում, շատ կարևոր բան։ Ուրեմն այս քաղաքում ներկայացումներ կան։ Հա։ Առհասարակ Հա, չգիտեմ խես ասում, բայց ասել եմ։ կան ներկայացումներ, որոնք շատ չեն խաղում, բայց միշտ հանդիսատեսը սպասում է։ Ավելին ասեմ, անդադ խաղացանկը նայում ես այդ թատրոնի, տեսնես դրել են այդ ամիս այդ ներկայացումը, չեն դրել։ Եվ պետք է ասեմ, որ այդ ներկայացումներից մեկն էլ Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Դեկամերոն ներկայացումն է, որը գրել է Բոկաչոն, գիտես, այս ստեղծագործությունը, եւ մի քանի անգամ խաղացել են ներկայացումը, ներկայացման հեղինակը Լիլիա Էլբակյանն է, եւ հետաքրքիր պատմություն ա ունեցել, որտեղ ներկայացումը մեկ խաղում էին դրսում, հետո խաղացին բեմում, հետո բլեք բոքսում, մի խոսքով մի քանի տեղ խաղացել են։ Ճիշտ է, Լիլին ասում է, որ շատ սիրում էր, երբ որ հենց բակում էին խաղում, բայց ես ամսի 19-ին գնալու եմ եւ տեսնեմ ներկայացման այս տարվա առաջին ներկայացումը, ինքս բաց եմ թողել, ոչ մի անգամ չեմ նայել։ Էնպես որ, եթե դուք եք բաց թողել այս ներկայացումը, ապա մարտի 19-ին Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բաց չթողնեք Դեկամերոն ներկայացումը։ Կողոտ գնան։ Հա։ Ժանտախտի տարիներին մի խումբ աղջիկներ փախչում են աղետից ու գիշերն անց են կացնում իրար պատմություններ պատմելով։ Տարբեր ճանապարհ անցած հերոսուհիների պատմությունները կապող թելը սերն է ու այն արտահայտելու տարբեր ձևերը։ Դերերում Մարիամ Դավթյան, Արաքսիա Մելիքյան, Ռուզաննա Հախնազարյան, Մարիամ Շահինյան, Ծովինար Մարտիրոսյան, Լիլիա Էլբակյան եւ այլք։ Ներկայացումը տեղի կունենա մարտի 19-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։